3 սպա հակատանկային ականանետային մարտկոցի հրամանատարը եղել է Արթուր Ալավերդյանը, որը հոկտեմբերի 21-ին դիպուկահարի կրակից զոհվեց հենց իմ կողքը։ Հաջորդ սպան եղել է Արշակ Մարտիրոսյանը, երրորդ սպան եղել է Դավիթ Պետրոսյանը։ Այդ 3 սպաներով, այստեղ եւս առանձին վիդեորոլիկ հետո հրապարակենք, 37 տեխնիկա են խոցել։ 3 հոգով։ Հիմա դուք ուզում եք ասել, սա պարտություն է, սա մենք չենք պահել, չենք կարողացել, լավ պատրաստված չեն։ Okay, վատ ենք պատրաստված։ Տեսեք, մարտական ոգին ինչքան բարձր է եղել այդ խմերքի, որ սեփական կյանքը մարդիկ պատրաստ են եղել զոհաբել։ Որքան սպա է ու որքան զինվոր է ստացել։ 8 օրվա ընթացքում 83 տեխնիկա կորցնելով, մարտնչելով 20,000-անոց զորքով 1500-ի դեմ, 150 տեխնիկայով դու 10 տեխնիկայի դեմ ես մարտնչել, 10, այս տապալված բլիցկրիգի արդյունքում, հոկտեմբերի 3-ին, Ադրբեջանի բանակում գենշտաբի պետ է փոխվել, Նաջմեդին Սադիգովին փոխել։ Այո, Թուրքիայի կուրատորներն էին եկել, արդեն իրանք սկսեցին։ Ու մենք ամսի 4-ին, երբ որ մեր վրայից պարտականությունները, այսինքն 9-րդ պաշտպանականի վրայից պարտականությունները հանվում են, որպեսզի ես տեղից ուղղում, ու վրա են դնում այդ պարտական։ Այլ անձնակազմների չեմ ուզում նշել, արխիվներում ամենը կա։ Այդ անձնակազմները պետք է գային ստանձնային այս տարածքի պաշտպանությունը, արդյունքը տեսանք, չգիտեմ։ Եթե մենք այս անձնակազմով պահել ենք 7 անգամ, 10 անգամ ավելի հզոր թվականակ ունեցող թշնամուն, էլ չեմ խոսում զինտեխնիկայի մասին, 25,000 զորքին շրջափակումից փրկելը այդ ո՞րն էր։